Պատվագրանով գպարևեմ ձեզ բոլորըց պարկուդամ աստծո, որ այս արիտը գուդա, որ ամիսներով հայժանում են ետք, դարձյալ ձեզի հետ միասնապար դեր բաշտենք։ Հուսամ բոլորըդ լավ հանգիստ եք, դերոչմով ուրախ։ Իսկ եթե գարկմը հիվանդություններ, դգարություններ գան, այդ ալ հասկնալի է, ներելի է, որովհետև մարմինը, որուն մեջ գաբրինք, առաքյալը գսե խոնար մարմին, աժանոց մատերիալ է, ադաղցները շինված է, և գիտեք ինչ այդ ադաղցը, հող։ Մարդումը հարցուցեր են, ինչպես ես սերեն, սերը այն դունը, որուն մեջ կպնագիմ, օր գհիննա, գկայկայվի, պլելու վրա է, բայց մեջը պնագողը աստծո շնորհքով սերը շատ լավ է։ Որով մարմինը գրնա հիննալ, մարմինը գրնա դգարանալ, գրնա հիվանդանալ, բայց կարևորը հոգին է։ Մարմինը գեղևն է, հողը իր հող պիտի դառնասավ աստվածատամին։ Կարևորը միջոգն է, ծուծը։ Ուրեմն մենք հոգին առողջ պահելու ետևելանք, հոգին հոգալու, խնամելու և անոր փառորությունը ապահովելու աշխատենք։ Այսօր ձեզի անկարևոր գարձվող բաներու մասին պիտի խոսիմ։ Եվ մեկ համար գա, որ գուսեմ կարդալ, գտնվի Զաքարիայի 4-րդ գլխուն մեջ և 10-րդ համարն է, որ այսպես գսե Զաքարիա 4:10 Զաքարիա 4:10 Քանզի ով բզդիկ բաներուն օրը անարգեց մարդիկ բիդոր խանան, երբ տեսնեն գաբարալարը զորապապելին ցերքին մեջ այս 7-ը դերոջը աչքերն են, որոնք բոլոր երկրի մեջ գվդդին։ Երուսաղեմի դաջարը հրյաներուն ասկային և գրոնական գետրոններ, որովհետև Իսրայել աստվածաբեդություն, թեոկրասի էր, ասկ և գրոնք Իսրայելի մեջ միացած էին, Ամերիկայի և ուրիշ երկրներու մեջ բես բաժնված չէին։ Երկրի վրա Երուսաղեմի դաջարը այդ վայրն էր, ուր Աստված շոշափելի գերբով ուխտի դաբանագին մեջ գփնագեր։ Եվ անոր փառքը անսխալորեն գփայլեր։ Հրյային համար ավելի թանկագին, ավելի նվիրական վայրը չկար, քան Երուսաղեմ, Սուրբ քաղաքը և այդ քաղաքին մեջ գտնվող դաջարը։ Դժբախտաբար ժամանակի ընթացքին այս դաջարը գրաբաշխության գետրոն դարձավ և Աստված հեռացավ իր բնակավայրեն։ Եվ երբ Աստված գհեռանա դաջարեմը, լայտ դաջարը Սողոմոնի ցերքով շինված դաջար, լայտ դաջարը Վատիկանի դաջարը, կամ Լոնդոնի Սուրբ Բողոսի դաջարը, երբ Աստված չգա դաջարին մեջ, այդ շենքը, այդ հոյագապ շենքը ուրիշ բան չէ, եթե քարերու գույդմը։ Եվ այդպես եղավ։
Երուսաղեմի դաջարնալ։ Աստված իր շնորհքը, իր պաշտպանությունը քաշեց իր ժողովրդին, իրենց մեղքին պատճառով։ Նապոկոդոնոսոր թագավորը եկավ եւ երկու ցեղերը, Հութա եւ Բենյամին, Պապելոն քերի դարավ։ 70 տարի հետո Գյուրոս թագավորին հրամանով Պապակոներ ետ Երուսաղեմ վերադարձան։ 50,000-ի չափ էին այր մարդիկ, որով իրենց դիգիններով եւ իրենց զավակներով 200,000-ի չափ ժողովուրդը ետ Երուսաղեմ վերադարձան։ Ասոնց մեծ մասը Պապելոնի մեջ ծնած էին, բայց նաև փոքրամասնություն մգար դարիքոդներու, ձերերու, որոնք Հրեաստան, Պաղեստին ծնած էին և որոնք իբրև քերի դարված էին և հիմա հոն ծնողներուն հետ գվերադառնան։ Անքե և Զաքարիա մարգարեներ ժողովուրդը քաջալերեցին, որ այս ավերակ դարձած դաջարը վերանորոգեն։ Եվ ասոնց քաջալերությամբ ժողովուրդը սկսան այդ դաջարը նորոգել։ Սակայն ինչպես կլա, երբ որ Աստծո ժողովուրդը Աստծո փառքին համար հոգևոր կորձիմը գցերնարգե, Սատանան դեսակ դժվարություններ գահարոցանե։ Եվ մարգարեն այդ դժվարությունները լերանմը գնամանցնե 7-րդ համարին մեջ, բայց մարգարեություն գնե և գսե ով լեր, այսինքն ով դժվարություններ, թուն գսե զորապապելի արջև թաշտի պիտի վերածվիս։ Այսինքն այդ լերը պիտի դափագնա, խորդոփորձ դեղեր պիտի շտկվին, փոսեր պիտի լեցվին, դժվարություններ մեջտեղեն պիտի անհետանան, որովհետև Աստված իր կորձին դերն է և իր կորձը ընորներուն օգնական է։ Զորությամբ չէ, ուժով չէ, հապա իմ հոգիովս գսե զորացները, 6-րդ համարի մեջ այդպես կարդանք։ Եվ ասիկա նշանավոր համարն է, Զաքարիա 4:6։ Այսինքն մարդկային ագնոցով դիտված գարկ մի կորձեր անգարելի են, բայց քանի որ մարդկային աշխատանքը, գամքը, իմաստությունը չէ, որ բիդան է Աստծո կորձը, ոչ թե ուժով զորությամբ, այլ Սուրբ Հոգիով, անոր համար կարելի բիդրլան այնպեսի բաներ, որոնք այլևս անգարելի են։ Եվ մենք մեր անձնական կյանքերուն մեջ, ասիկա շատ լավ գիտենք, եթե մեր խելքին, մեր իմաստության, մեր ուժին ցկված ըլլար, պիտի չգնայինք մեջ են ելնել, բայց ներքին ուժը, Սուրբ Հոգվոյն զորությունը, մեզ գմղե, մեզ գներշնչե, մեզ գզորացնե, մեզ իմաստություն գուդա, մեզի գոքնե, որբեսի Աստծո գամքը մեր մեջ և մեր միջոցավ կարելի լա։ Վերջապես, դաջարին հիմերը ծրվեցան, շատ անմոռանալի հիշատակելի օրն էր այն օրը, երբ դաջարին շինությունը սկսավ։ Այս դաջարին վերաշինվող, այս դաջարին պատմությունը լավ կարենալ հասկանալու համար պետք է կոնե 3 քիրքեր կարդանք։ Եզրասի քիրքը, Անկեի քիրքը և Զաքարիայի քիրքը։ Այս 3 քիրքերուն մեջ կամ փոխչանա այս զորապապելի դաջարին շինության պատմությունը։ Անկեի երրորդ գլխուն 3-րդ համարի մեջ գսե, ձեր մեջ մնացած ով գա,
այսինքն ձերերեն, որ այս դունը իր առաջվան փառավորությունով դեսած լա։ Ու հիմա զանիկա ինչպես կտեսնեք, միթե ասիկա անորքով ոչինչ բանիմոբես չէ, ձեր աչքերուն առջև։ Որովհետև այնքան համեստ խոնար բզդիկ բաններ այս վերաշինվող դաջարը, որ փաստատմամբ Սողոմոնի դաջարին ոչինչ բանի բեսեր։ Եվ Եսրասի 3-րդ գլխուն 13-րդ համարի մեջ գարտանք, եւ քահանաներեն ու ղևդացիներեն ու դողմերու իշխաններեն շատերը, որոնք ձեր ըլլալով դերոջը առաջվան դունը դեսած էին, երբ իրենց աչքին առջև այս դանը հիմը տրվեցավ, մեծ ցայնով լացին։ Ասին այս օրերուն պիտի մնայինք։ Ուր է ասին այդ փառավոր շենքը, այդ հոյագապ շենքը, որ ամբողջ աշխարհի հիացումը գլար, հրաշալիքներեն մեկը գլար, հերավոր դեղերեն հետանոց մարդի գուքային այս դաջարը թիդելու, սկանչանալու, հիանալու, դեսնելու, մտնելու եւ վայելելու։ Հիմա այս օրերուն պիտի հասնենք։ Մեղքը, մարդը, ասկը, ժողովուրդը այդ օրերուն կհասցնե, որևէ պատճառ չկար, որ այդ օրերուն հասած լային, եթե իրենք իրենց Աստծուն հավատարիմ մնացած լային, եթե թրացի ժողովուրդներու գուրքերուն ետևեն չերթային, եթե անոնց առջև երկրպագություն չնեին, Աստված պիտի շարունակեր զիրենք պաշտպանել եւ զիրենք օրհնել, բայց երբ իրենք Աստված մորցան, Աստվածալ իր երեսը իր ժողովուրդեն դարձուց։ Բայց անքե նաեւ բան մսավ եւ երկրորդ գլխունի 9-րդ համարի մեջ կարդանք այդ խոսքը, այս վերջին դանը փառքը առաջ վնեն մեծ բիդլա գսե զորած դերը։ Վերջին դաջարը առաջվան այդ փառավոր դաջարեն ավելի փառավոր բիդլա, հագարական օր որ թերևս անորբես հոյագապ չլա, ինչու, որովհետև վերջին դաջարին մեջ փառած դերը պիտի քալե, իր ժաշկները պիտի գադարե, իր օրհնյալ քարոզները պիտի դնե, եւ իր մեյետք առաքյալները Քրիստոսի ավետարանը պիտի քարոզեն, անոր համար վերջին դաջարը պիտի սրբանա եւ փառավոր պիտի լա։ Այս արիթով է, որ Աստված գսե բզդիկ բաներուն օրը միանարկեք։ Հիմա դուք գնայիք այս դաջարին, գսեք ասիկա դաջարի չի նմանիր։ Մենք իսկական դաջարը դեսած ենք։ Գսե այդպես միսեք։ Որովհետև այն ինչ որ դուք չեք հավնիր, փառավոր պիտի լա, երբ Աստված այդ դաջարը այցել է։ Բզդիկ բաներ, այս է մեր խորհրդածության նյութը այս արավոտ։ Բզդիկ բաներ պետք չի անարգվին։ Խոսքը միայն դաջարի համար չէ, հազար տեսակ բզդիկ բաներ կան։ Որովհետև Աստված չանարգեր բզդիկ բաներ, ռեշտակներ չեն անարգեր բզդիկ բաները։ Խելացի իմաստուն մարդիկ զանոնք չեն անարգեր։ Բզդիկ բաներ մեծ բաներու երաշխի գնեն, այսինքն խոստումը եւ գարանտին։ Գանքը բզդիկ մանուգով գսկսի, բայց մանուգը գմեցնա։ Ձարը բզդիկ քունդով գսկսի, բայց ձարեր, անդարներ գգազմեն։ Մեր օրերուն երկ մգար, որ գերագնորյա ծբրոցի աշակերտներուն գսորվեցնեին, եւ ես ալ սորվեցա, չեմ գդեր, եթե այդ երկը հիմա դեմոդե եղած է, այսինքն հնացև եղած է եւ չերկվիր, չի սորվեցվիր, փոքր գաթիլները ձովը գգազմեն, ավազի հադերնալ լերը գտիզեն։
Փոքր վարգյանները թեպետ փանմտ չեն, բայց անթիվ տարերը անոնց մե գելեն։ Փոքր հանցանքները սիրտն գաբագանեն եւ շատ մեծ մեղքերը անոնց մե գելեն։ Ամազոն քեդը աշխարհի մեծագույն քեդն է եւ օվկիանոսներուն ճուրին 120-ը գահայթայթ է։ Եվ այս Ամազոն քեդը գսկսի գաթող սարնագույդեմը, այսինքն սարերու գույդմը, հսկա լերմը, որ գգաթի, այդպես գսկսի, այդպես ձակում գարնե։ Հետո այս գաթող գաթիլները բզդիկ արբագ մգլան, արբագը կեդագի գվերացվի, կեդագը կեդ գլա, շատ մը ագերեն աղբյուրներեն այս կեդագին, այս կեդին չուր գհայթայթվի և ժամանակի ընթացքին այս գաթիլով սկսած Ամազոնը հսկա ձով մգլա, որ չեն գնարար եվս կեդ գոչել, որտեղ հսկա ձով է, և այնպիսի ուշքնությամբ Ատլանտյան օվկիանոսը գմտնե, որ 100 մղոն ճամփորդել են ետքը միայն Ատլանտյանին աղի շուրերուն կխառնվի։ Ինչպես սկսավ այս կեդը փոքր գաթիլներով։ Աշխարհի համբավոր մարդիկ խոնար եւ անշուք զնոնդ ունեցող մարդիկ եղած են։ Շատ քիչեր գրնան հիշել աշխարհի համբավոր մարդոց մեջ, որոնք ազնվական ընտանիքներեն սերած են։ Նապոլեոն Բոնապարտ զինվորական ակադեմիայի մեջ իր հասարանին 42-րդը եղավ, բայց մյուս 41-ի մասին որևէ բան չենք լսեր, բայց Նապոլեոն Բոնապարտ աշխարհահռչակ մեկը եղած է։ Անկլիա մեջ բզիկ դրեք մգար դպրոցի մեջ և իր տասնգերները այս դրեգը carrot top գգոչեին, այսինքն ստեբրինի կլուխ, որովհետև որևէ կորձի չէր ծառայեր այս բզիկ դրան, Թվապանության մեջ 50 գբերեր, լադիներենի մեջ 30 միջին, և երկու անգամ տասարանը գրկնեց, որով իր տասնգերները իրավունք ունեին թերևս զինք ստեբրինի կլուխ գոչելու, և իր ուսուցիչը ռիպորտ գուտա դարվույն վերջը, գսե, գծավին որ գսե, շատ աբակա չի խոսանար այս տղան, որովհետև իր գլխավոր սպառումը մուկ բռնել էր, մուկ բռնելն շատ գախորժ էր, բայց այս ծեր չհավնած դղան օրմը ամբողջ աշխարհի հիացման գետրոն եղավ և աշխարհ երկրպագություն առավ Ուինստոն Չերչիլի առջև։ Ուիլյամ Քարի Հնդկաստան գնաց իբր միսիոնար, 16 լեզուներ սորվեցավ և Մադրասի համալսարանի սանսկրիտի պրոֆեսոր եղավ և այս մարդը անուս հնագարգատ մներ, բզդիկ պաներու անգարևոր պաները միան արկեք, մի եսեք անուս մարդը չի գնար պրոֆեսորը լալ, մի եսեք դպրոց չկացած մարդը չի գնար լեզուներ սորվիլ, գրնա 16 լեզուներ, կավարապարպարներ սորվիլ։ Եվ այս մարդն էր, որ Սուրբ Գիրքը դեղական լեզվի թարգմանեց։
Դուք լսած եք Հիտլերի մասին, ով չէ լսած, այս մարդը դուն ներգող էր և իր գուսակցությունը հիմնեց Բավարիո մեկ քինեդան մեջ, որ գահավակվեին իրեն բես խորհող 5-10 հոգիներ բիրա խմելու, քարեչուր խմելու և արիտոմը հոն բաշտոնաբես նացի գուսակցությունը հիմնեցին։ Իսկ Մուսոլինիալ երկաթակորձիմը դղան էր, Թարփենիմը բարս դղան էր և աղքատության մեջ մեծավ։ Նույն ճշմարության մենք ականատես կլանք գրոնական աշխարհի մեջ։ Քրիստոնեությունը Վերնադան մեջ սկսավ և անոր հիմնադիրները շատ բարս, անշուք, համեստ մարդիկ էին և գլխավորապես ծգնորսներ էին։ Բայց ժամանակի ընթացքին աշխարհի ամենեն աստեցիկ և գրոնքը դարձավ։ Բոլոր գրոնական հաստատություններ շատ համեստ գերբով սկսած և ծավալը ստացած են։ Անգլիա մեջ Ռոբերտ Ռեյքսանով խմբակիրը փողոցային դրակները հավաքեց դան մեջ և սավանոնց աստվածաշունչի բադմությունները բադմել։ Հետո, որտեղ բանջկը շատ էր, 30 դիգիններ, օրիորդներ բարձեց, որբեսի այդ կորձը ունեն Լոնդոնի դարբեր թաղերուն մեջ, այդպես սկսավ գիրագնորյա թբրոցը, որ այսօր ամբողջ աշխարհի վրա միլիոնավոր մանուկներուն օրհնություն կլա։ Հադսոն Թեյլրանով անգլիացի երիտասարդ մգար։ Այս երիտասարդը առաջնորդվեցավ, որ Չինաստանի մեջ միսիոնարություն հիմնե և գնաց China Inland Mission անունով տրամադան մեջ հաշիվ բացավ և Պաշտոնյան հարցուց որքան տրամի տնեք այս հաշվին մեջ և Հադսոն Թեյլորը ասավ 10 ստերլին, այսինքն հիմնական արժեքով $17 և Պաշտոնյան քիչը քմ ծիծաղեցավ քիթին դագեն, բայց երբ համայնավարները Չինաստանը գրավեցին, այդ միսիոնարությունը 400 միսիոնարներ ուներ Չինաստանի մեջ։ $17 սկսած միսիոնարություն 400 միսիոնարներ գբահեր ամբողջ Չինաստանի դարածքին։ Եվ գրոնական առաջնորդներու զենքերն շատ համեստ անշուք զենքեր են։ Սամսոն իշուտ զնոդով ըրավ իր կորձը, Դավիթ բարսադիգով և քայլախազի 5 քարերով, Մովսես հովիվի կավազանով, այդ զեմնիկ ասեղը ուներ և այդ ասեղով սկանչելի կորձեր դեսավ։ Այս բաները մոքական առաքինություններ չունեին, բայց ասոնք Աստուծո նվիրված կորձիկներ էին և ասոնց ետին գեցողները մարդիկը ամբողջ սրտով Աստծո նվիրված մարդիկ էին։ Այս է, որ արժեք կուտա, զորություն կուտա, թե մարդուն և թե կործածած միջոցներուն։ Բզդիկ պաներու կարևորություն երևան կա նաև հոգևոր մարզին մեջ։ Մաքսավորը շատ մեծ մեղավորն էր։ Ինչ կգարձեք, մեղավորիմը ապաշխարությունը կարելի է ընելու համար, որքան մեծ աղոթքը պետք է ընե մեկը, երբեք պետք չունի մեծ աղոթքը ընելու, բզդիկ աղոթքը գրնա այդ կորձ ընել, և մաքսավոր այդ բզդիկ աղոթքը հրավ, ասավ Աստված ողորմե ինձ մեղավորիս
Եվ այդ աղոթքը լսվեցավ, եւ այս մեծ մեղավորին մեղքերը ներվեցան եւ արդարանալով իր դունը գնաց։ Եթե ծեր մեջ ալգա այսօր անավաշխար սիրելի հոգիներ, բզդիկ աղոթքով դուք գրնակ երկինքի տրախտի թուրը ծեր արջև փանալ, ինչպես որ այդ մեծ մեղավորը, մաքսավորը այդ բզդիկ աղոթքով գրծավ փանալ։ Վկայությունը, որքան մեծ վկայություն պետք է լա, որպեսզի գարենա թիմացինին օգտակար լալ, աստեցի գլալ։ Ասորի Նեեմանի դունը բզդիկ աղջի մգար, որ Իսրայելեն կերի պերած էին, եւ այս բզդիկ աղջիկը բզդիկ վկայություն մղրավ, եւ վկայություն այսեր դիգինսավ Իսրայելի մեջ մարգարե մգա, եթե իմ դերս երդ այդ մարգարեին գրնա բժշկվել իր փորոտենեն։ Եվ այդ բզդիկ վկայությունը Նեեմանի փորոտության բժշկվելուն միջոց եղավ, մեծ վկայություն վճեր։ Եվ ինչ տեսակ ճուրեր, որոն մեջ մխրջվեցավ Նեեման իր փորոտենեն մաքրվելու համար, բղդոր, ցեխոտ ճուրմը, Դամասկոսի աբանա պարպարի կեդերուն բես չինչ մաքուր հստակ ճուր չեր, բայց բղդոր ճուրը, երբ աստված ըլլա այդ ճուրին մեջ, փորոդը գրնա մաքրել, գրնա բժշկել։ Ձեզ ուրիշ հարցում հարցնեմ, լեր մգա և գուզենք այս լերը ձով տապել, որքան հավատք պետք է, մանանեխի հադիգին չապ հավատք գպավե այդ լերոջ ըսելու ձով տապվե և բիդի հնազանթի։ 5,000 հոգիներ ունինք և ասոն անոթի են, երկար ժամանակի վեր անոթի են, ամբողջ օրե անոթի են, ասոնց գերագուր պետք է, քանի նգանակ և քանի ծուկ պետք է, որ աս 5,000-ը գերագրվին, դու գսեք 5 նգանակ և մի քանի փոքր ծուգեր։ Գուզենք բարեկորությունն էլ, գուզենք հոգևոր գործն էլ, գիտեք ամեն բան տրամով կարելի է։ Որքան տրամ պետք է դա մեկը, որպեսզի գարենա օգտակար լալ, մեղավորը Քրիստոսի գարենա առաջնորդել։ Հնդկաստանի մեջ բզդիկ դղեկը մեկ փեննի ուներ և գնաց միսիոնարուին դվավ, ասկասավ Աստծո գործին համար գործած է։ Միսիոնարուին ալ մի քանի հատ թերթիկ քնեց այդ փեննիով, դուպի մեջ տրավ, take one, free հոսալ գրեն երբեմն։ Հսկա նշանավոր մարդասպան մգար, այդ թերթիկը արավ, գարտած, աբաշխարեց։ Այդ քաղաքին մեջ եկեղեցի մշինվեցավ, 1500 գրաբաշտ հնտիկներ աբաշխարեցին, Քրիստոսի դարձան և այդ եկեղեցու միացան մեկ փեննինոց թերթիկի շնորհիվ։ Ուրիշ հարցում հարցնեմ ձեզի, մեղքը որքան մեծ պետք է լա, որ մեկը թժող դանի, ես պատասխանեմ, որպես ձեզ չօգնեցնեմ։ Քանի որ մեղք է, քանի որ թունավոր է, բզդիկ մեղք գնալ, գրնա մեղավորը թժող դանիլ, եթե չաբաշխար է։ Եթե օծը թունավոր է, հավիքտեն նոր ելած օծնալ, գրնա խայտվածը թունավորել։ Եվ ցեզի մի քանի ամիսներ առաջ այս բեմեն հավիքտեն նոր ելած օծերու բադմությունը ըրի, որ չեմ ուզեր հիմա զինք գրտնել։ Մեծն Ալեքսանդր աշխարհակալ մարդ մներ, ամբողջ աշխարհը գրավեց և Հնդկաստան գնաց։ Հոն Հնդկաստանի մեջ
փիղեր կան, արիցներ կան, վակրեր կան, ամեն տեսակ վայրի կենդանիներ կան։ Բայց ասոնք մեծ Ալեքսանդրի որևէ վնասվածքի գրծան հասցնել, բայց բզդիկ մժեղմը մեծ Ալեքսանդրը խայթեց և թունավորեց և պապելոն դարին չգրծան առաջ կառնել այդ թույնին երդասարդ դարիքի մեջ մեծ Ալեքսանդր մեռավ։ Ինչ են մեռավ, բզդիկ մժեղեմը մեռավ, որովհետև թեև բզդիկ էր, բայց թունավոր էր։ Մանրեմը, միկրոբը, որքան մեծ պետք է լա, որպեսզի մեզ գարենա հիվանդացնել, մերցնել, պետք չունի մեծ լալու, քանի որ մանրեը միկրոբ է, ամենաբզդիկ վայրուսնալ գրնա մեզ հիվանդացնել և մերցնել։ Հրթեվը պատճառելու համար որքան մեծ գրակ պետք է, մեծ գրակ պետք չէ, բզդիկ լուծկիմը գրնա շատ մեծ հրթեվը ձակեցնել, մենք գարտանք, անցոներ սիգարետ գնեդեն, անդարը գպրնգի, հազարավոր ձարեր գայրին, մեծ դարածություններ մոխիր գտարնան, բզդիկ գրակմը, Բուլգարիո մեջ անգամ բզդիկ դղեգմը լուծկիով գխաղար, ամարը հունցկի ադեն, բոլոր կողացները կացած էին և վարեց լուծկին, հետո լուծկին հարաճացավ, ցերկը այրելու սավ նեդեց, դուն այրեցավ, մեկ դունի հրտեհը մյուս դունին անցավ, ամբողջ քյուղը մեկ լուծկիով այրեցավ։ Ինչու այս բաները գսեմ։ Մի քանի ճշմարտներ շեշտելու համար։ Նախ շեշտելու համար, որպեսզի անաբաշխարը մեծ մեղավոր ըլլալու պետք չունի թժող երթալու, բզդիկ մեղ գնալ, զինք կդանի թժող եթե չաբաշխար է։ Երկրորդ, հավատացյալներ պետք է ուշադրություն ունեն, պետք չէ ասեն, ինչպես երբեմն գսեն, ասիկա բանը չէ, ասիկա ամեն մարդ գնե, եթե սխալ է, եթե Աստծո խոսքին հակառակ է, եթե մեղք է, այդ բզդիկ բանը, որ գսենք բանը չէ, ժամանակի ընթացքին գրնա մեծնալ, գրնա մեր ամբողջ կյանքը կրավել և մեզ գործանել։ Որքան բարի գործեր անելու պետք ունենք, որպեսզի անոնք վարձատրություն ստանան, Քավաթ մբաղջուր իր վարձքը պիտի ստանա։ Մեկը որքան իր ապաշխարությունը պետք է հետաձգե, որպեսզի հավիտենապես գործվի, մահվն է մեկ րոպե առաջ, եթե ապաշխար է, կփրկվի։ Եթե մեկ րոպե, մեկ երկվարյան ուշացնե, կմեռնի առանց ապաշխարելու թժող կերտը։ Որտև ոմանք կսեն, մենք դակավին երդասարդ ենք, մենք դակավին առողջ ենք, մենք դակավին շատ ժամանակ ունենք, մեռնելու նպատակ չունենք, շատ վտանգավոր բան է այդպես ասել։ Ուրեմն այս բաները մտքի մեջ ունենանք։ Եվ եթե այս է բարական, որ բզդիկ բաներ գրնան մեծնալ, աննշան մարդիկ գրնան մեծ գործերնել, ասոր մեջ ալ մեզի համար հույս կա։ Մենք ալ գիտեք, համեստ, անշուկ մարդիկ ենք, մեծ ուսում չունենք, թեև բարեփոխաբար մեր մեջ մեծ ուսում ունեցող եղբայրներ քույրեր ալ ունենք և կբարձրանանք անոնց ուսումով, բայց ընդհանուր առմամբ բարձ մարդիկ ենք,
Բարձ, անշուք, համեստ, խոնար, ձակում ունեցող մարդիկ Աստծո համար մեծ բաներ գրցաննել, ուրեմն մեզի համար հույս կա, որ մեծ բաներ գրնանք դնել։ Եվ դերը մեզ օգնական լա, անաբաշխարին ավաշխարության հոգի շնորհե, հավատացյալներուն ուշադիր կյանք ապրելու, մաքուր սուրբ կյանք ապրելու շնորհքը բարգեւե եւ նաեւ օգնե մեր բոլորիս, որովհետեւ քանից օրեգե կորձենք դերոջ համար, վգայենք, բարի կորձեր ընենք, դանք դերոջ կորձին, մեր կարողության չափով, որովհետեւ կորձը հարաճ երթա, որովհետեւ մենք պատրաստ լանք, որովհետեւ լեցուն ցերկերով գրնանք Տեր Հիսուսը թիմավորել, երբ ան պիտի գա իր ժողովուրդը իր կողը առնելու, ամեն։ Մեղավորին թե ավատացյալին, գանցնևիմ քեզ Հիսուս իմ, գուդամ ուժար գյանքս բոլոր։ 3:39 վերջին դունը ոտքի վրա, որպես յաղոտքով բաժնևինք։ Կզի պարկ ուդանք այս կեղեցին հարիտին համար, որ բարգևեցիր մեզի անգամը եվս։ Կզի պարկ ուդանք այս կու ներգայության համար, կու խոսքիտ համար, անգամը եվս գուզես մեզ արտընծներ, որպես ես կու շրլանք ով դեր, տետրագան գոմեն, գարենանք ով դեր, չանդեսել այն պաներ, որ մեզի դված ես, էրլա նյութագանը, էրլա ով դեր, մեր բարգևները, էրլա մեր ժամանակը, Քիչ գերբով ով դեր պայս ավադարին գերբով գարանանք դրամատեր կեզի եւ այն նվիրում է մեզի բարգեւես ով դեր որբեսի գամավոր օրեն սրդանց գարանանք էնել վգայել կորզել կեզի համար ու նաեւ ով դեր նաեւ մույս կոմենալ գսկուշացնես որբեսի գարանանք նայիլ եւ սկել այն բեզդիկ մեղքերուն բեզդիկ բաներուն որ գտնան մեծ գործանում բերել մեր կյանքին մեջ Այս բատկամին ով դեր ճշմարտությունները մեզի ավելի ասկացուր եւ աստադե մեր կյանքերու մեջ որբեսի արտուն երլանք ով դեր եւ գարենանք այնպես բեսդիկ բաներով միայն քեզ բարավորել Կխնդրենք եթե գաղոս մեկը որ քեզ ջանչած չէ ով դեր եւ տեր մեղքի մեջ է կխնդրենք որ զինք արտընծնես Սուրբ ոգին այցել է եւ ամոզե որբեսի Անիգաթարնա իր մեղքերեն եւ ընդունի դեր Հիսուս Քրիստոս իբրև իր անձնական բերգիչը ով դեր կպաշնևինք այս դաջարեն պայս ոչ կուներգայութենեն կխնդրենք այս նոր շապատվա մեջ մեր ծնկեն պերնես
Քու ներկայության մեջ ապրելու մեզ օգնես ով դեր, բادرած ըլլանք ըսկաս ըլլանք ու երրորդ կալուստյանդ համար, եւ այ մեզ բոլոր չարեն, բոլոր սատանային արձակումներեն ով դեր, որբեսի այս նոր շաբաթվա մեջ եթե կյանք պիտի դաս գարենանք քու ճամփաներուն մեջ գալել, օրհնե մեզ ով դեր մեր ընտանեկան կյանքերու մեջ, եւ օգնե ով դեր որբեսի թե ֆիզիկապես թե նյութապես գարենանք քու ցերկետ օրնությունները ստանալ եւ գարենանք ով դեր հաջողություն ունենալ մեր կյանքի մեջ, քանզի դու ես միայն մեր հույսը, քեզի գնայինք մեր աչքերը, մեր ցերկերը քեզի կբարձրացնենք ով դեր։ Եվ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստծո անհուն սերը եւ Սուրբ Հոգին Քեղեցիկ հաղորդությունը մեր բոլորին հետ ըլլա։ Ամեն։